Ինչու ես հեռու մնում, ով Տեր, ինչու ես թաքնվում նեղության ժամանակ։ Ամբարիշտն ամբարտավանությամբ հալածում է աղքատին, իրենց հնարած չար խորհուրդներով թող իրենք բռնվեն, քանի որ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկություններով եւ երանի է տալիս ուրիշի ունեցվածքը ցանկացողին։ Ումից Տերը զզվում է, ամբարիշտն իր ամբարտավանության պատճառով Աստծուն չի փնտրում, նրա մտքում ամենևին Աստված չկա։ Նրա ճանապարհները միշտ խիստ են, քո դատաստանները բարձր են նրա աչքից, նա իր բոլոր թշնամիների վրա գոռոզություն է բանեցնում, իր սրտի մեջ ասում է. ես չեմ սասանվի։ Եվ երբեք փորձանքի մեջ չեմ ընկնի, նրա բերանն անեծքով ու նենգությամբ ու կեղծիքով է լեցուն, անիրավությունն ու ունայնությունը նրա լեզվի տակ են։ Գյուղերում նա դարանակալում է, ծածուկ տեղերում անմեղին է սպասում, նրա աչքերը թաքուն աղքատներին են դիտում, դարանակալում է գաղտնի տեղերում, ինչպես առյուծն իր որջում, դարանակալած նստում է, աղքատին որսալու համար, աղքատին կողոպտում է, իր որոգայթը գցելով նրան, կծկված պառկում է, իրեն խոնարհեցնում, որպիսի աղքատներն իր զորեղների կողմից ընկնեն, իր սրտի մեջ ասում է. Աստված մոռացել է ու իր երեսը ծածկել է, նա երբեք չի տեսնի։ Ելիր, ով Տեր, ով Աստված, ձեռքդ վեր բարձրացրու, մի մոռացիր խոնարհներին, ինչու է ամբարիշտն անարգում Աստծուն, իր սրտում ասում է. դու չես պահանջելու, դու տեսար դա, քանի որ նայում ես անիրավությանն ու չարախնդությանը, որպիսի քո ձեռքով հատուցես։ Աղքատը քեզ է հանձնում իրեն, որփի օգնականը դու ես, կոտրիր ամբարիշտի ու չարի բազուկը, ի հայտ բեր նրա անօրենությունը, մինչև այլևս ոչինչ չգտնվի։ Տերը հավիտյանս հավիտենից թագավոր է։ Հեթանոսները կորչել են նրա երկրից։ Տեր, դու լսեցիր խոնարհների ցանկությունը, դու կհաստատես նրանց սրտերը, դու կունկնդրես նրանց, որպիսի որփի ու ճնշվածի դատը տեսնես, որ երկրից եղող մարդը այլևս չճնշի։